Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սրտիկներ, գրկախառնություններ, հայտարարություններ, Հայաստանի վարչապետն արդեն 2 օր է բանակցություններ է վարում Լեհաստանի ղեկավարության հետ։ Մեղրիի վերաբերյալ ներքին տագնապ, 3-րդ նախագահը հռետորական հարց է բարձրացնում։ Առանց մեզ, մեր մասին պայմանագիր են ստորագրում։ Գույքահարկը թոշակի գնով, ինչու է կտրուկ թանկացել։ Ավտոմեքենայով քաղաքի կենտրոն, ինչպես լուծել կայանատեղիների խնդիրը։ Հայաստանի վարչապետն արդեն 2 օր է բանակցություններ է վարում Լեհաստանի ղեկավարության հետ։ Վարշավայում ժամեր առաջ հավարտվել է Փաշինյանի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը։ Հանդիպումը դատելով տեսանյութերից բավական ջերմ մթնոլորտում է անցել։ Տուսկը, որը նաեւ Եվրոպական խորհրդի նախկին նախագահն է, ասել է, որ Փաշինյանի այս այցը կարող է նոր ազդակ տալ հայ-լեհական հարաբերություններին բոլոր ուղղություններով։ Փաշինյանն էլ իր հերթին Տուսկին հրավիրել է Երևան մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Եվ իհարկե մեծ հաճույքով ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին։ Առանձնազրույցից հետո երկու երկրների միջև ստորագրվել է նաև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարարն ու Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը։ Dziękuję panom ministrom. Jeszcze nie do końca, przepraszam. Za pierwszą część. Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը ջերմ տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Wow, great. Լեհաստանյան այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում տրամադրությունը փոխվում է եւ լարվածություն չկա։ Relations between Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա։ Մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավականին հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից, եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված։ Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության օրակարգից եւ թրիփը ներկայացնում տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իվանյանում ընտանիքի հետ մասնակցել է իրենց ձևակերպմամբ Խոջալույի ցեղասպանության նվիրված հուշարձանի բացմանը։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այսօր ուժեղ պետություն է եւ կրկնել է հայկական կողմին ուղղված մեղադրանքները։ Ադրբեջանի հետ առևտուրը խաղաղության երաշխիք է որակել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Լեհաստան երրորդյա այցի շրջանակում վստահեցրել է, տարածաշրջանում խաղաղությունն է տիրում։ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները։ Զուգահեռ Ադրբեջանի նախագահը խոսել է իր պատկերացրած խաղաղության մասին։ Խաղաղություն առանց հայերի։ Ալիևը կրկին այցելել է օկուպացված Արցախ, Մարտունու շրջան, խոսել հորինված իրենց ձևակերպմամբ Խոջալույի ցեղասպանության մասին։ Վստահ եմ, որ ադրբեջանական ամբողջ ժողովուրդը, այդ թվում դուք, միշտ հավատացել եք, որ կգա այս օրը, եւ մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը եւ թշնամուն կվտարենք մեր հողերից։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում եւ լիովին վերականգնել ենք արդարությունը։ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների ցեղասպանության մասին է խոսել Ալիևն ու փաստացի չի հերքել։ Իրենք դա արել են։
Ադրբեջանում մենք տեսել ենք նաև Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, ուղղված է եղել ժողովրդագրական պատկերի փոփոխությանը մշտապես։ Եվ իրենց այդ քաղաքականությունը երբեք չի փոխվել ու չի փոխվելու։ Նույնը կատարվել է Նախիջևանում, դեռ Արևմտյան Հայաստանի եւ Անատոլիայի մասին չեն խոսում։ Սա տեղավորվում է Բաքվից հնչող նույնպես մտածածին Արևմտյան Ադրբեջանի տրամաբանության մեջ։ Արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը նկատի ունենալով Հայաստանի սուվերեն տարածքը։ Հայ փորձագետները նախազգուշացնում են, Ալիևի խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում։ Ալիևի վարչակազմով Ադրբեջանի պարագայում հայ-ադրբեջանական խաղաղություն երբեք չի լինի, որովհետև Ալիևի իշխանությունը կառուցված է հայերի հանդեպ ատելության վրա։ Հայ երկրի ժողովուրդը գտնվում է աղքատության մեջ, ճնշված, հավատված ժողովուրդ է, եւ միակ բանը, որ կարողանում է պահել Ալիևը իր իշխանությունը, հայերի հանդեպ ատելությունն ու թշնամությունն է։ Ընդամենը նորեր առաջ էին ադրբեջանցիներն այլ երկրի անձնագրերով մուտք գործել Հայաստան։ Իրենց հորինած հայրական տներն ու բնակավայրերն էին փնտրում։ Իրենց հայրենակիցներին էլ հորդորում էին գալ ու տեսնել այն։ Հայաստանում մտածող մարդիկ երբևէ պատրանք չեն ունեցել, որ Ադրբեջանում նարատիվներ կփոխվեն, որ Ադրբեջանում վերաբերվում կփոխվի ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ադրբեջանում եւ Թուրքիայում Հայաստանի ապագայի վերաբերյալ դա շատ հստակ պատկերացում, որը իրենք գրեթե չեն թաքցնում, ընդհակառակը հասարակության միջոցով դրանք բարբերաբար փորձում են հանել դեպի միջազգային հարթակներ։ Մասնավորապես այնպիսի Հայաստան, որը կլինի մասնատված, այնպիսի Հայաստան, որը կլինի թույլ, այնպիսի Հայաստան, որը չի ունենա մոնոէթնիկ պատկեր։ Ալիևի ոչ քաղաքականությունն է նորություն, ոչ էլ հռետորաբանությունը, ասում են զրուցակիցներս։ Խնդիրը Երևանում է։ Մինչ Ալիևն օկուպացված Արցախում իր ժողովրդին հորդորում է լինել ուժեղ, արթուն, չմոռանալ անցյալը, Երևանում խաղում են ջրի փականի եւ մարդկանց էմոցիաների հետ։ Նրանք չեն կարող անվտանգության հարց լուծել, նրանք չեն կարող խաղաղության հարց լուծել։ Փոխարենը նրանք պետք է ժողովրդի աշխին ցույց տան իրենց կարողությունները ուրիշ ոլորտներում։ Ճանապարհների փոխալցման հարցը օրինակ նրանք սիրելի որակարգի հարցն է, ջրերի դերասած փական բացել, փակել, այն հարցերը, որոնք ի վերջո հնարավոր է ինչ-որ միջամտությամբ լուծել կամ իշխանացնել, այդ հարցերը իրենք արհեստականորեն ուղղացնում, դարձնում են օրակարգի հարց։ Ադրբեջանին լրացնելու նույնիսկ փորձ չի անում պաշտոնական Երևանը։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներն առհասարակ ծանոթ չեն Ալիևի հայտարարություններին, ոմանք էլ հրաժարվում են մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարին։ Ես Ալիևին вообще չեմ մեկնաբանում։ Խաղաղություն Հայաստանում բոլորն են ուզում։ Խաղաղություն ամեն գնով ու ամեն ինչի հաշվին քչերը։ Փորձագետները զգոնության կոչ են անում, հավերժ թշնամի մնալ պետք չէ, բայց փայտը ձեռքից գցել եւս։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ալիևի մեղադրանքներին եւ թշնամական հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ալիևը չի մասնակցելու Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քանի որ շատ զբաղված է։ Իդեպ այս հայտարարությունների ֆոնին Իրանն էլ դեմ չէ թրիփին, բայց կան վերապահումներ, ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Հաշվի առնելով ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, մենք մտահոգություններ ունեինք այս հարցում։ Այնուամենայնիվ, հարցը քննարկվել է մեր հայ գործընկերների հետ շատ բարեկամական մթնոլորտում։ Նրանք վստահեցրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիք չի ներկայացնի Իրանի համար։ Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական պատկերացում չունի նախագծի իրականացման մասին։ Երրորդ նախագահի խոսքով թրիփ նախագծի մասին որքան մանրամասներ է հայտնի դառնում, այնքան մեղրի ճակատագրի վերաբերյալ իր մտահոգությունը մեծանում է։ Թրիփի հետ կապված ես ասել եմ, որ վերջնական պատկերացում չունեմ, բայց ցավոք սրտի ինչքան որոշակի նյուանսներ կամ մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապ ավելանում է մեղրի հետ կապված։ Այո, բա տրիպը որտեղով է գնում, հենց տեղով է գնում։ Հիմա պետք է ասեք, այդ ինչ տագնապ է։ Ես կասեմ հետևյալը, որ արդեն թվեր հնչեցին, որ ճանապարհը պետք է 500 մետր
լայնություն ունենա կամ այդ ծրագիրը պետք է ունենա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելավոճը կարող է 5 կիլոմետր լինի, կարող է 10 կիլոմետր լինի, բա տագնապ չառաջանա։ Հաջորդը այն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու եւ այդ տրիպի մասով պայմանագիր է ստորագրում։ Այդ մեր տարածքը չի։ Առանց մեզ, մեր մասին պայմանագիր են ստորագրում։ Այս բոլոր հարցերը ինձ շատ անհանգստացնում է։ Իդեպ այսօր հակակոռուպցիոն քրեական դատարանում կայացել է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Այսօր կայացել է նաև Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների դատավարությունը։ Սրբազան պայքարի աջակից Վահագն Չախալյանը 8 ամսյա կալանքից հետո տուն կգնա։ Մեկ այլ որոշմամբ էլ դատարանը 3 ամսով երկարաձգել է Սրբազան պայքարի գործով կալանավորված ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Տնային կալանքը կամ ընդհանրապես խափանման միջոցը, զուտ խափանման միջոց է, թե նաև քաղաքական գործընթացի խափանման միջոց է։ Քաղաքական գործընթացի խափանման գործիք է։ Այս տվյալին պետք է գնահատական տրվի։ Եվ ասեմ ավելին, պատվարժան դատարան, ի վերջո Արթուր Սարգսյանի նկատմամբ միայն տնային կալանքը չէ, որ կիրառված է, այլ նաև համակցված կիրառված է գրավը որպես խափանման միջոց եւ առավել քան բարձր գրավի գումարը սահմանվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որը պատվարժան դատարանի կողմից իհարկե չի փոփոխվել, նույնությամբ պահպանվել էր եւ տնային կալանքի երկարաձգման հարցը լուծվել էր դեկտեմբեր ամսին։ Պատվարժան դատարան, ես գտնում եմ, որ այն գրավի չափը, որը կիրառվել էր, բացում է կիրառվել էր դեռ օգոստոս ամսվա տրամաբանության ներքո։ Չի կարող նույնությամբ ակտուալությունը պահպանած լինել։ Բայց մենք այս պահին դիրքորոշում գրավի չափի նվազեցման չենք ներկայացնում։ Այսինքն նույնիսկ պատրաստ ենք խափանման միջոցի ավելի մեղմման ուղղված որոշման դեպքում համակցված պահպանելուն գրավը, որը կիրառված է։ Խորհրդարանական ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը հետ քայլ է անում։ Այս անգամ պարտադիր հայտարարագրման աղմկոտ ծրագրից։ Աղմկահարույց համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ նոր որոշում կա։ Հիմա գործադիրն ասում է՝ եկեք որոշ բաներ հանենք համակարգից։ Որ եկամուտները չեն հայտարարագրվի, մանրամասնում է ֆինանսների նախարարը։ Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամների ստացող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանավակ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանավակ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանավակ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Մինչ իշխանությունը արդեն 2 օր է հայտարարում է, որ թոշակառուների թոշակը բարձրացել է, զուգահեռ մոռանում է հիշեցնել, որ միաժամանակ գույքահարկը ընդամենը մի քանի տարում աճել է 180-ից 190%-ով։ Մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում աշխատել են տուն կառուցելու, ընտանիք պահել, այսօր թոշակի տարիքում թոշակից շատ գույքահարկի բեռ ունեն։ Ինչու է հարկը կտրուկ աճել, մանրամասները ռեպորտաժում։ Նորմալ կլինի, ոնց նորմալ կլինի թոշակառու մարդու համար։ Զգուշացրել են, որ նոյեմբեր ամսից հետո կրկնակի երկրորդ անգամ էլ պիտի թանկանա։ Մի անգամ իհարկե ոչ։ Մի անգամ ուծեցի անցյալ տարի։ Ասի, բայց շատ են գրել, ես ինչ են շատ գրել։ Ասից լա դուք ուրախացեք, որ հիմի բանեք,
պակաս եք մոծում։ Նոյեմբեր ամսից հետո ավելի են թանկացնելու։ Թողեցի դուրս եկա։ Հանրապետության տարեցների մոտ տպավորություն է, թե սեփական հարկի տակ վարձով են ապրում։ Թոշակից շատ գույքահարկի բեռում են։ Ստիպված միակ եկամուտը թոշակը կոպեկ առ կոպեկ հավաքում են, հաշվարկված ծախսում, որպեսզի կարողանան հասցնել գույքահարկի վճարումը, որը նրանց համար դարձել է շռայլ ու ծանր պարտավորություն։ Չենք հասցնում տանրապես։ Ու ամաչում ենք դրա համար։ Ցանկալի չի, իհարկե թոշակառու է։ Մոնումենտում օրինակ թանկարժեք առանձնատների կողքին կան նաև տարիների վաղեմություն ունեցող սեփական համեստ տներ, որոնց բնակիչների մեծ մասը բնակարանը կամ տունը տարիներ առաջ ստացել է պետությունից որպես նվիրատվություն կամ ձեռք է բերել այն ժամանակվա համար խելամիտ եւ հասանելի արժեքով։ Սակայն այսօր օրցերության նրանք կանգնած են գույքահարկ կոչվող խնդրի առջև։ Այդ խնդրի հիմքում անշարժ գույքի հարկման նոր համակարգն է, որը Հայաստանում ներդրվել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Այդ պահից գույքահարկը հաշվարկվում է ոչ թե նախկին կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Նոր համակարգով նախատեսվել է գույքահարկի աստիճանական բարձրացում։ Եթե 2021 թվականին այն կազմում էր 25%, ապա տարեցտարի աճելով 2026 թվականին հասնում է ամբողջական 100% մակարդակի։ Բայց հենց այստեղ է հարցի խորությունը։ Նոր տոկոսները չեն հաշվարկվում սկզբնական արժեքից, այլ արդեն բարձրացրած գումարից։ Այդ պատճառով նույն մոնումենտի տներից մեկը, որը կառուցվել է 1950-ից 60-ական թվականներին եւ որի գույքահարկը նախկինում 14000 դրամ էր, 2026-ին հասել է 266 000 դրամի, ինչը նշանակում է հարկը բարձրացել է մոտ 180-ից 190%-ով։ Այդ գումարները հարկերի աճը տոկոսային իմաստով եթե համատում եք ընդհանուր եկամուտների կամ աշխատավարձերի բարձրացմանը, չէ, մտանպես համեմատությունը այլացել անիրատեսական է եւ այդտեղ տնտեսագիտական ինչ-որ գիտելիքներ կամ պարզապես կիրառական խելք չի պետք, որպեսզի դա հասկանանք։ Տնտեսագետի խոսքով գույքահարկի բարձրացման քաղաքականությունը տարիների ընթացքում շարունակվել է առանց սոցիալական ռիսկերի համարժեք հաշվարկի։ Արդյունքում հատկապես կենտրոնական եւ կենտրոնամերձ թաղամասերում բնակվող թոշակառուները կանգնել են վճարունակության խնդրի առջև։ Տնտեսագետն ընդգծում է, գույքի շուկայական արժեքի աճը չի նշանակում, որ տվյալ գույքի սեփականատերը ունի համապատասխան եկամուտ։ Նախկինների եւ ներկաների ախորժակը պարզապես գրգռված է եւ այդ ախորժակի ճանապարհին կանգնած են հիմնականում մարդիկ, ովքեր փոքր եկամուտներ ունեն, հիմնական թոշակառուներ, կենտրոնի բնակիչները եւ նրանց պետք է առաջադրվեն հարկեր, գույքահարկի հարկ եւ բնականաբար նրանք չեն կարողանալու վճարել, հետո սկսվել է process-ը, ԴՀԿ, դատարան, ծանուցումներ եւ այս մարդկանցից այլ ասա խլելու են իրենց ընդհանրիկ այդ գույքերը ժառանգական իրավունքով անցած կամ պարզապես իրենց վաստակած։ Միևնույն ժամանակ Կոմենդատյանը ընդգծում է, որ համայնքներն ունեն արտոնություններ սահմանելու լիազորություն, սակայն դրանք ամբողջական չեն կիրառվում սոցիալական խոցելի խմբերի համար։ Որպես լուծում տնտեսագետը առաջարկում է 65 տարեկանից բարձր քաղաքացիների համար գույքահարկի մեղմացման մեխանիզմ։ Ըստ առաջարկի, այդ տարիքային խմբի քաղաքացիների համար մինչև 30 քառակուսի մետր բնակելի տարածք ազատվի գույքահարկից, իսկ հարկը հաշվարկվի միայն մնացած մակերեսի համար։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե այդ առաջարկները քննարկվում են արդյոք որևէ պետական կամ համայնքային մակարդակում եւ առաջիկայում հնարավոր են արդյոք փոփոխություններ գործող համակարգում։ Մինչ այդ գույքահարկի ամբողջական 100%-ով կիրառումը նախատեսված է արդեն 2026 թվականից։ Քաղաքացիները նաև կայանման խնդրի առաջ են կանգնել։ Երևանի կենտրոնում հնարավոր չէ մեքենա կայանել։ Մեքենաների թիվն աճում է, բայց կայանելու տեղ չկա։ Փորձագետների կարծիքով քաղաքի կենտրոնում մեքենաների հոսքը նվազեցնելու համար բազմահար կամ ստորգետնյա կայանատեղիների կառուցումը բավարար չէ։ Ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն կայանատեղիների խնդիրը կարգավորելու համար, մանրամասները ռեպորտաժում։ Մայրաքաղաքում կայանատեղի գտնելը երբեմն ավելի երկար է տևում, քան հենց ճանապարհը։ Մեքենաների թիվը աճում է, իսկ կայանելու հնարավորությունները ոչ։ Իսկ ինչպես կարելի է Երևանում լուծել կայանատեղիների հարցը։ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի կարծիքով խնդրին համակարգային մոտեցում է պետք։ Պետք է անպայման թանկացնել կայանատեղին քաղաքում, որովհետև կարող է թվա, որ ինչ-որ տենց բարդացնում ենք ինչ-որ մեկի կյանքը, վարորդների կյանքը, բայց պետք է չմոռանալ, որ սա հանրային շահի մասին է խոսքը, որ
մենակ վարորդները չեն ապրում այս քաղաքում։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրո Զարոկյանը հավելում է, որ խնդրի լուծումը պետք է վստահել քաղաքաշինության մասնագետներին։ Ինչ թվում է մեզի Ալեքսանդր Թամանյանից հետո մենք ոնց որ Երևանում չենք ունեցել քաղաքաշինության այդպես գծագիր, որ լրիվ մեծ քարտեզով նայվում է, որ դրանք պիտի ավտոկանետեգներ լինեն, որ դրանք պիտի մետրո լինեն։ Բացակայությունում դա հիմա քաղաքապետարանում եւ տարիներ այդպես է եղել ու անընդհատ մեքենաներ են ավելացել։ Էլոյանի խոսքով պետք չէ մեքենային տալ առավելություն, բայց միևնույն ժամանակ նշում է, որ եթե տրանսպորտը չի զարգանում, քաղաքում մեքենաները շարունակում են գերակշռել։ Պետք է հասկանանք, որ չեն կարող որոշենք, որ տրանսպորտը զարգացնում ենք, դրանից խնդիրը լուծվելու է։ Պետք է հասկանալ, որ խնդիրը լուծվելու համար խոսում ենք տարիների մասին։ Նույն արտասահմանյան փորձից ելնելով, հիմա, չգիտեմ, ցանկացած եվրոպական վերջերս Պրագայում էի։ Ուղղակի մեքենա չկա փողոցում ցերեկվա ժամին, մարդիկ գտել են ձևը, հասել են դրան։ Զարոկյանի խոսքով կայանատեղիների հարցը հնարավոր է կարգավորել նաև մետրոյի զարգացման միջոցով, սակայն տարիներ շարունակ քննարկված Աջափնյակի կայարանը դեռ նախագծման փուլում է։ Աջափնյակի մետրոն օրինակ 25 թվականի հունիսին իր փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ավարտվել է։ Իրենք ասել են, որ համալիր փորձաքննությունից հետո արդեն թենդեր գնեն, մրցույթ գտնեն, որ շինարարությունը սկսեն։ Արդեն մոտ 8 ամիս անցել է, դեռ մի հատ թենդեր չի հայտարարվել։ Հիմա հարց է գնում, ինչու իրանք այս մետրոն չեն կարող կառուցեն։ 3 կիլոմետր ու 3 կիլոմետրից մեծ մասը թունելներ արդեն կա Աջափնյակի սովետի ժամանակներից կան։ Թափա մի հատ կամուրջ պիտի ստեղծի, մի քիչ նորոգվի հիմա թունելները։ Ինչու չեն կարող անել։ Իրանք նույնիսկ սկզբից ասացին $50 միլիոն կարժենա, հիմա ասում են $250 միլիոն կարժենա այդ Աջափնյակի մետրոն։ Իմ կարծիքով, այստեղ իրանք փորձում են կոռուպցիայի մեջ մտնեն։ Քաղաքի կենտրոնում մեքենաների հոսքը նվազեցնելու համար բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկայանների կառուցման հնարավորությունները ըստ Էլոյանի միայն խնդիրներ կառաջացնի։ Եթե այդ բազմահարկ կայանատեղին պետք է լինի քաղաքի կենտրոնում, դա միայն խնդիրներ է ավելացնելու։ Միակ տարբերակը, երբ որ քաղաքի արվարձաններում, ինչ որ մուտքային հանգույցներում, երբ որ հյուսիսից, հարավից մայրուղիները մտնում են Երևան, այդ հատվածներում ապահովել մեծ ծավալի կայանատեղիներ, որ մարդը գա մեքենան թողի, դրանից հետո շարունակի քաղաքի ապրել տրանսպորտով, եթե ենթադրենք եկել է աշխատանքի, հետո օրվա վերջում ինչ որ ձևի հասնի այնտեղ ունդեից գնա, դա կարող է օգնի, բայց քաղաքի կենտրոնում ինչքան ավելացնենք, այդքան վատանալու է մեր վիճակը։ Աշխարհի խոշոր ու զարգացած քաղաքներում վաղուց հասկացել են, ավտոկայանատեղիների խնդիրը պարզապես տարածքի պակասը չէ։ Սա քաղաքային կառավարման առանցքային հարց է, որի լուծումներից մեկը օրինակ քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը արգելելն է կամ մուտքավճար սահմանելը։ Պետք չի մտածել, որ մենք թիրախավորում ենք, այդ հանգացնում ենք ու տաքսիի վարորդները այսուհետև խնդիրներ են ունենալու։ Սրա սոցիալական եւ հասարակական ֆունկցիան պետք չի թերագնահատել ու պետք է հասկանալ, որ դա հասարակությունը առողջացնելու քայլ է, թեև ինչ որ մեկին դա կլինի անհարմար կամ ինչ որ 10-ին կլինի անհարմար, բայց կոլեկտիվ հասարակության մոտեցումը դրանից հասարակության կյանքը դրանից միայն կբարելավի։ Մասնագետի կարծիքով մինչև աշխարհի բազմաթիվ երկրներում փորձում են նվազեցնել քաղաքի կենտրոն մեքենաների մուտքը, Երևանում ավտոմեքենան շատերի համար շարունակում է մնալ հիմնական եւ հաճախ անփոխարինելի տրանսպորտային միջոց։ Ժնևում անցկացվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։ Ըստ Ալ Ջազիրայի, Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունների ընթացքում առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդեն ներկայացրել են գործնական առաջարկներ թե միջուկային ծրագրի, թե պատժամիջոցների վերացման հարցերում։ Նա հավելել է, որ երկու կողմերն էլ լուրջ են մոտենում քննարկումներին եւ խորհրդակցությունները շարունակվել են շուրջ 3 ժամ։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։